խմբակցությունը ունի ցանկացած իրավիճակի վերաբերյալ հստակ մարտավարություն, պարզապես կխնդրեմ սպասել ըստ արդյունքի խմբակցությունը իր դիրքորոշումը կներկայացնի, պարզապես արձանագրենք, որ իսկապես ցանկացած իրավիճակն են տեսնում են։ Ես առնվազն իրավական տեսանկյունից կցանկանամ ընդգծել, որ սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունը նրանում է, որ այստեղ քաղաքական որոշումների տիրույթում չպետք է հարցը դիտարկվի։ Ընդդիմադիր խմբակցության կողմից կատարվել է առաջադրում, այն պետք է հարգվի։ Սա դասական, բարձր, ժողովրդավարական ստանդարտի տեսանկյունից եմ նկարագրում։ Նույնը նաև իշխանության պարագայում չպիտի լինի, պարոն Վարդևանյան, որը երկու ֆրակցիաները ըստ էության բոյկոտում են եւ չեն քվեարկում։ Այստեղ հարցը ընտրվելու ապահովման տեսանկյունից է, ժողովրդի քաղաքական կամքի իրացման։ Եթե իրավիճակը լիներ այնպիսին Հայաստանի Հանրապետությունում, որ որևէ մեկ խմբակցություն միայնակ չկարողանար նման որոշում կայացնել, ձեր կողմից արձանագրած իրավիճակը տեղին է։ Այդ ժամանակ յուրաքանչյուր խմբակցության պետք է իր քաղաքական կամքը ապահովեր ըստ Դոնթի բանաձևի իրացված մշտական հանձնաժողովների մասով։ Այսինքն ոչ թե այսպես ասած հայեցողական, գնահատողական տրամաբանությամբ դիտարկեն, այլ շատ ավելի վերարժեք։ Վարդևանյան, դուք ունեք որոշում, եթե ձեր թեկնածուներին կամ թեկնածուներից ոմանց չեն ընտրում, 3 թեկնածուներին փոխում եք, նորից առաջադրում եք, քուր եք թողնում։ Քիչ առաջ պարոն Կիրակոսյանը նման հարցադրում ներկայացրեց, մենք ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունենք կոնկրետ մարտավարություն։ Պարզապես եկեք չշտապենք, տեսնենք արդյունքները, տեսնենք իրավիճակը, խմբակցության ղեկավարի կողմից կներկայացվի մոտեցում։ Վեր կենալ եւ ԱԺ-ից գնալը, հեռանալը մտնում է այդ մարտավարության մեջ, թե ոչ կամ։ Նման մարտավարություն չենք դիտարկում այս բանը։ Չէ, դուք հաշվի առեք, երեք ինչ տեղի ունեցավ։ Մեր գործընկերոջը Դավիթ Ղազինյանին հեռացրեցին ազգային ժողովի նիստերի դահլիճից ակնհայտ ապօրինի կերպով, առանց դրա որևէ մի իրավական հիմքի, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը խախտելով, դա քաղաքական արձագանք էր, որը կարծում եմ առավել քան ողջամիտ էր, տրամաբանական էր, ընդունելի էր եւ կարծես թե այսօր նաեւ դրա վերաբերյալ որոշակի արձագանք իշխանությունից պարոն Վարդևանյան ապահովելու են այդ 13 քվեն, թե ոչ։ Անկեղծորեն որևէ տեղեկություն չունեմ։ Ոչ, ճիշտն ասած, առնվազն նման հարցադրում չեմ էլ բարձրացրել, ոչ էլ գործընկերների կողմից է բարձրաձայնվել։ Նիստի ընթացքում, երբ տեսնում եմ որևէ մի հանգամանք, պայմանականորեն հենց նիստը վարելու վերաբերյալ կամ ինչ-որ մի հանգամանքի արձագանքելու, ես տեղում որոշ հանգամանքներ ներկայացնում։